Դերեկ Պրինսի ծառայությունը ներկայացնում է Աստծո կանչը Դերեկ Պրինս Ես ձեզ փոխանցելու եմ մի ուղերձ, որն անմիջականորեն կապված է այն ամենի հետ, ինչը վերաբերում է Աստծո կոչումը թեմային։ Աստծո կոչումը մի բան է, որը մենք չենք կարող հրամայել։ Մենք չենք թելադրում նրան։ Նախաձեռնությունը նրանն է։ Նոր կտակարանը մեզ ասում է, որ Աստծո կոչումը սուրբ է, երկնային է, վեր բարձրացնող է։ Թվում է մեր կյանքը շարժվում է հորիզոնական ուղղությամբ, բայց Աստծո կոչումն ուղղահայաց է։ Դա մի բան է, որ գալիս է երկնքից և հատում է մեր կյանքը։ Եվ մեր կյանքը այդ կոչումից առաջ ամբողջովին տարբերվում է նրանից, ինչ այն դառնում է այդ կոչումից հետո։ Նոր կտակարանը շատ է խոսում Աստծո կոչման մասին։ Ես ուզում եմ այս երեկո միասին դիտարկել Աստծո կոչման մի քանի պարզ, բայց հիմնական ճշմարտություններ և կիրառել դրանք մեզ բոլորիս այստեղ ներկա գտնվողներիս համար։ Այն, ինչ ասում եմ, նույնքան վերաբերում է ինձ որպես քարոզչի, որքան ձեզ որպես լսարան։ Հռոմեացիներին առաջին գլխում առաջին 7 համարների ընթացքում Պողոսը 3 անգամ հիշատակում է Աստծո կանչը։ Հռոմեացիների 1:1-ում նա այսպես է նկարագրում ինքն իրեն. Հիսուս Քրիստոսի ծառա, կոչված առաքյալ լինելու։ Կոչված առաքյալ լինելու։ Ապա երբ գրում է Հռոմի քրիստոնյաներին, 6-րդ համարում ասում է. Դուք էլ նրանցից, քանի որ ձեզ կանչեց Հիսուս Քրիստոսը։ Եվ երբ հասնում է ողջույնի խոսքերին, 7-րդ համարում գրում է. Ձեզ բոլորիդ, որ Հռոմում եք, Աստծո սիրելիներիդ, կանչված սուրբերիդ։ Այսպիսով Հռոմեացիներին գրքի ողջույնի համարների ընթացքում Պողոսը 3 անգամ ընդգծում է այն փաստը, որ մեր հարաբերությունն Աստծո հետ կախված է նրա կանչից։ Եթե Աստված չկանչեր, մենք նրա հետ որևէ հարաբերություն չէինք ունենա։ Ես ուզում եմ ամփոփ միասին դիտարկել, թե Հիսուսն ինչպես սկսեց կանչել իր աշակերտներին։ Դիտարկենք Մատթեոսի 4-րդ գլխի 18-ից 22-րդ համարները։ Այս երեկո մի բան կա, որը ցանկանում եմ հատկապես ընդգծել, դա Աստծո գերիշխանությունն է։ Գերիշխանություն բառը թեպետ ավելի աստվածաբանական տերմին է, բայց ես այն այսպես եմ մեկնաբանում. Աստված անում է այն, ինչ ուզում է, երբ ուզում է, ինչպես ուզում է և ոչ մեկից թույլտվություն չի հարցնում։ Կարծում եմ Աստվածաշնչի մեծագույն ճշմարտություններից մեկն է Աստծո գերիշխանությունը, որը մեր սերունդը մեծ մասամբ անտեսել է։ Մենք պետք է վերադառնանք այդ ճշմարտությանը, որովհետև մինչև չգնահատենք և չպարգևատրենք Աստծո գերիշխանությունը, Աստծո հետ մեր փոխհարաբերություններում շատ բաներ տեղից չեն շարժվի։ Ահա նկարագրությունը, թե Հիսուսն ինչպես կանչեց առաջին առաքյալներին։ Մատթեոսի 4:18-ում կարդում ենք. Մատթեոս 4:18 Մինչ Հիսուսը շրջում էր Գալիլեայի լճի եզերքով, տեսավ 2 եղբայրների՝ Սիմոնին, որ Պետրոս կոչվեց, և Անդրեասին, նրա եղբորը։ Նրանք ուռկան էին գցում լճի մեջ, որովհետև ձկնորսներ էին։ Հիսուսը նրանց ասաց. «Եկեք իմ հետևից, և ես ձեզ մարդկանց որսորդներ կդարձնեմ»։ Նկատեք, թե որքան հակիրճ է նրա խոսքը. «Եկեք իմ հետևից, և ես ձեզ մարդկանց որսորդներ կդարձնեմ»։ Նա չէր օգտագործում շատ բառեր, չէր փորձում երկար համոզել, չէր բացատրում մանրամասն, նա ուղղակի հստակ դիմում էր մարտահրավեր նետելով՝ «Իմ ետևից եկեք»։
Եվ նա նրանց թողեց ընդամենը երկու ընտրության հնարավորություն՝ հետևել թե չհետևել։ Ինչպես արդեն նշեցի, այդ պահին նրանց կյանքը կիսվեց։ Ինչ որ բան երկնքից իջավ եւ հատեց նրանց երկրային կյանքը։ Եվ նրանք այլևս երբեք չէին կարող նույնը մնալ, նրանք կարող էին դառնալ ավելի լավը կամ թեքվել դեպի վատը, բայց նույնը մնալ այլևս հնարավոր չէր։ Հաջորդ համարում գրված է. նրանք իսկույն իրենց ուրկանները թողելով գնացին նրա հետևից։ Նրանք արձագանքեցին նրա կանչին, Աստված միշտ չէ, որ շատ բացատրություններ է տալիս, երբ կանչում է, նա Աստված է, եւ երբ դիմում է մեզ, ուղղակի ասում է, թե ինչ է ակնկալում մեզնից։ Ապա 21-րդ համարում գրված է. այնտեղից առաջանալով Հիսուսը տեսավ երկու ուրիշ եղբայրների, Զեբեդեոսի որդի Հակոբոսին ու նրա եղբորը Հովանեսին, իրենց հոր Զեբեդեոսի հետ նավի մեջ ուրկանները կարգի բերելիս։ Հիսուսը կանչեց նրանց։ Նկատեք ինչքան պարզ է, նա պարզապես կանչեց նրանց։ Եվ նրանք իսկույն թողեցին նավը իրենց ապրուստի միջոցը եւ հորը իրենց ընտանեկան կապը եւ գնացին նրա հետևից։ Շատ պարզ։ Ոչ բարդ, ոչ դոգմատիկ, ոչ կրոնական, ուղղակի խիստ գործնական։ Հետաքրքիր է նաև այն փաստը, որ Հիսուսի կանչած առաջին 4 մարդիկ ձկնորսներ էին։ Ես երբեք ձկնորս չեմ եղել, բայց կարծում եմ, որոշ չափով հասկանում եմ Աստծո իմաստությունը։ Ձկնորսներն իսկապես մի առանձին տեսակ են։ Վստահ եմ այստեղ ներկաների մեջ էլ կան ձկնորսներ, նրանք իսկական ֆանատներ են։ Օրինակ, նրանց համար եղանակը նշանակություն չունի, նույնիսկ այն, թե արդյոք ձուկը կուլ կտա խայծը, թե ոչ, նրանց դա այնքան էլ չի հուզում։ Նրանք կարող են նստել գետի ափին անձրևի տակ, որևէ հովանոցով ծածկված ու պարզապես նայել ջրին։ Ռութի հետ երբեմն զբոսնելու են գնում, անցնում ենք նրանց կողքով, ասում եմ՝ Ռութ, ձուկը չի խփում, նա ասում է՝ դա կարևոր չէ, նրանք ձկնորս են։ Վիճակը նրանց չի հուզում, հիասթափությունը չի ազդում, նրանք տեսիլք ունեն, ձուկ որսալու տեսիլք։ Ես անկեղծորեն հավատում եմ, որ քրիստոնյաները պետք է նման լինեն, իմ ասածը շատ լուրջ է։ Կարծում եմ Տերը շատ լավ գիտեր, թե ինչ էր անում, երբ առաջին 4 կանչվածները ձկնորսներ էին։ Հետաքրքիր է նաև նկատել, որ նրանցից երկուսը ցանց էին գցում, իսկ երկուսը ցանց նորոգում։ Կարծում եմ սա նույնպես սիմվոլիկ պատկեր է առաքելական ծառայության երկու հիմնական գործողությունների։ Ցանց գցելը ավետարանի հռչակումն է ուղղված նրանց, ովքեր պետք է լսեն այն, բայց ցանց նորոգելը վերաբերում է եկեղեցու ներսի առողջությունը պահելուն։ Տեսեք, մեծ արդյունք չենք ունենա, եթե ցանցն ունի անցքեր, որովհետև ձկները ներս կմտնեն ու նորից կգնան։ Կարծում եմ մեր օրերում շատ ավետարանչություններ հենց նման ցանցով են արվում։ Շատ ձկներ գալիս են, բայց շատերն էլ գնում են, որովհետև մենք չենք նորոգել մեր ցանցերը։ Մենք չենք վերականգնել մեր փոխհարաբերությունները։ Մենք որպես քրիստոնյաներ միմյանց հետ ճիշտ հարաբերության մեջ չենք, եւ մարդիկ, որ գալիս են ներս, ասում են. Եթե քրիստոնյաներն այսպես են, ապա ես չեմ ուզում այս կյանքը, ու դուրս են գալիս։ Եվ երկրորդ մի բան, որ ուզում եմ նշել եւ որը սերտորեն կապված է ասվածի հետ, հետեւյալն է. Հիսուսը երբեք կամավորներ չէր փնտրում։ Սա շատ է հակասում ժամանակակից քրիստոնյաների մտածելակերպին։ Իրականում, երբ կամավորներ էին մոտենում, նա նրանց հիասթափեցնում էր։ Քայլն իրենն էր, ընտրությունը նույնպես իրենը, եւ այն կախված չէր մարդու կամավոր դառնալու որոշումից։ Թույլ տվեք մի պատկեր բերել Ղուկասի 9-րդ գլխի 57-ից 62 խոսքերից։ Սա 3 կամավորների պատմություն է։ Բրիտանական բանակում, որը ես զարդարել եմ իմ ներկայությամբ, երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, 5.5 տարի շարունակ, երբ ասում էին 3 կամավոր է պետք, դու եւ դու, այսպիսով հարցը լուծվում էր։ Իրականում նրանք կամավոր չէին, նրանք պարզապես ընկել էին Սուրբ գրային սկզբունքի տակ։ Բարի, եկեք սկսենք 57-րդ համարից։ Եվ միշտ նրանք գնում էին ճանապարհին, ոմն մեկը նրան ասաց. «Ես քո ետևից կգամ ուր էլ որ գնաս»։ Դու կմտածեիր, Հիսուսը պիտի ոգևորվեր ու ասեր. «Հրաշալի է, ճիշտ ժամանակին, դու ինձ իսկապես պետք ես»։ Բայց Հիսուսը երբեք այդպես չէր խոսում։ Նա ասաց նրան. «Աղվեսները որջեր ունեն, երկնքի թռչունները բույներ, բայց մարդու որդին տեղ չունի, որ գլուխը դնի»։
Մեկ ուրիշի էլ ասաց. «Արի իմ հետևից»։ Սա ասաց. «Տեր, թույլ տուր, որ նախ գնամ իմ հորը թաղեմ»։ Հիսուսը նրան ասաց. «Թող մեռելները իրենց մեռելներին թաղեն, իսկ դու գնա Աստծո արքայությունը քարոզիր»։ Հասկանում եք, Աստծո կանչը հետաձգելու տեղ չկար, երբ Հիսուսն ասում էր հիմա, վաղն արդեն ուշ էր։ Այդ խոսքը լիովին իշխանական էր, լիովին գերիշխան, նրա կանչածների համար փողզիչում լինելու տարբերակ չկար։ Եվ հետո երրորդ օրինակը։ Մեկ ուրիշն էլ ասաց. «Տեր, քո հետևից կգամ, միայն թե նախ թույլ տուր ինձ, որ իմ տնեցիներին հրաժեշտ տամ»։ Հիսուսը նրան ասաց. «Ոչ ոք, ով ձեռքը մաճի վրա է դնում ու հետ նայում, հարմար չէ Աստծո արքայության համար»։ Տեսնում եք Աստծո կանչի իշխանությունը, գերիշխանությունն ու մարտահրավերը։ Ես մեծացել եմ անգլիկան եկեղեցում, Մեծ Բրիտանիայում և կյանքիս առաջին հատվածում անդամ եմ եղել այդ եկեղեցու։ Ես չեմ քննադատում անգլիկան եկեղեցին, ես արել եմ այն ամենը, ինչ ինձնից սպասվում էր, բայց երբեք դրանք իրականություն չգտան իմ կյանքի մեջ։ Հետայաց նայելով, եթե պիտի քննադատեմ, կարծում եմ խնդիրն այն էր, որ ինձ երբեք իսկապես մարտահրավերի առաջ չկանգնեցրին։ Ամեն ինչ հեշտ էին դարձնում։ Ասում էին, դու շատ բան չպետք է անես, ուղղակի սա արա։ Իսկ ես չնայած իմ սրտի մասին շատ բան չգիտեի, սակայն հիմա հասկանում եմ, ես մարտահրավեր էի փնտրում։ Երբ առաջին անգամ բախվեցի Հիսուսի մարտահրավերին, արձագանքեցի ամբողջ սրտով։ Կասկած չունեմ, այս երեկո այստեղ նույնպես կան մարդիկ, ովքեր երբեք չեն ոգևորվել ավանդական կրոնով, լիովին բավարարված չեն և իրենք էլ չգիտեն իրականում ինչ է պետք իրենց, որպեսզի սրտով լցվեն։ Բայց ես ուզում եմ հուշել ձեզ, դա հենց Աստծո աներկբա անվերապահ կանչի մարտահրավերն է։ Ու եթե դա գա ձեր կյանքի վրա, մի թողեք, որ ձևական քրիստոնյաների թողած բացասական տպավորությունները ձեզ հեռու պահեն այն ուրախությունից, որն առաջանում է Աստծուն լիարժեք արձագանքելուց։ Իսկ ինչ է դա իր մեջ ներառում։ Ես կպատասխանեմ մեկ պարզ բառով՝ ամեն ինչ։ Եկեք միասին դիտենք մի քանի հատվածներ, որոնք բացատրում են ինչ է նշանակում լինել Աստծուց կանչված և նրան հնազանդ։ Մատթեոսի 10-րդ գլխի 34-ից 39 խոսքեր։ Մատթեոսի 10-րդ գլուխ 34-ից 39 խոսքերում Հիսուսն ասում է. «Մի կարծեք, թե երկրի վրա խաղաղություն բերելու եմ եկել, չեմ եկել խաղաղություն բերելու, այլ սուր, որովհետև եկել եմ բաժանելու որդուն իր հորից, աղջկան իր մորից, հարսին իր սկեսրոջից, և մարդու թշնամին իր ընտանիքի անդամները կլինեն։ Ով հորը կամ մորն ինձանից ավելի է սիրում, ինձ արժանի չէ»։ Այստեղ ոչ մի փողզիչում չկա։ Հիսուսին մեր նվիրվածության մեջ փողզիչում չի կարող լինել։ Որքան էլ սիրելի կամ մոտիկ լինի, չի կարող գրավել նրա տեղը։ Եվ ով իր խաչը չի վերցնում ու գալիս իմ հետևից, նա ինձ արժանի չէ։ Ով իր կյանքն է ապահովում, այն կկորցնի, իսկ ով ինձ համար իր կյանքը կորցնի, այն կգտնի։ Սա շատ հստակ և անզիջում խոսք է։ Եվ նորից, Մատթեոսի 16-րդ գլուխ 24-ից 25-րդ խոսքերում կարդում ենք. «Այդ ժամանակ Հիսուսն իր աշակերտներին ասաց. եթե մեկը կամենում է իմ հետևից գալ, թող ուրանա ինքն իրեն, վերցնի իր խաչը և գա իմ հետևից, որովհետև ով ուզենա փրկել իր կյանքը կկորցնի այն, իսկ ով իր կյանքը կորցնի ինձ համար, կգտնի այն»։ Այստեղ ևս միջանկյալ տարբերակ չկա։ Կարող ես փորձել խնայել քո կյանքը ապրելով ըստ քո ցանկությունների, ծրագրերի, հաճույքների, բայց այդ կյանքը դու կորցնում ես։ Կամ կարող ես այդ կյանքը կորցնել Աստծուն տալով ու այդ ժամանակ գտնել նոր, նրա տված կյանքը։
Բայց այդ նոր կյանքը դու չես կարող գտնել մինչև չկորցնես հինը։ Աստված առևտուր չի անում։ Նա չի ասում դու ինձ սա տուր, ես էլ քեզ այն։ Նա պարզապես ասում է ինձ հետևիր ու վերջ։ Եվ նորից Ղուկասի 14-րդ գլուխ։ Ղուկաս 14-ի 26-ից 27 խոսքերում և ապա 33-րդ խոսքում կարդում ենք. Եթե մեկն ինձ մոտ գա, բայց չհրաժարվի իր հորից ու մորից, կնոջից ու զավակներից, եղբայրներից ու քույրերից, նույնիսկ իր կյանքից, նա չի կարող իմ աշակերտը լինել։ Եվ ով որ իր խաչը չվերցնի ու իմ հետևից չգա, նա չի կարող իմ աշակերտը լինել։ Ուշադրություն դարձրեք, նա ասում է չի կարող։ Նա չի ասում դժվար կլինի, բայց գուցե հաջողվի, նա ասում է անհնար է։ Եվ նույն գլխում 33-րդ համարում նա ասում է. Արդ այդպես էլ ձեզանից ամեն մեկը, եթե իր ամբողջ ունեցվածքից չհրաժարվի, չի կարող իմ աշակերտը լինել։ Շատ հստակ է, սա լիակատար նվիրվածություն է, առանց վերապահումների, ոչ ոք, ոչ մի հարաբերություն, որքան էլ մտերիմ, չպետք է դրվի Հիսուսից բարձր։ Երբ Հիսուսն ասում է չհրաժարվի իր հորից և մորից, նա դա ասում է այս իմաստով. եթե որևէ բան լինի մարդ, հույս, ցանկություն մեզ շեղում է Հիսուսին լիովին նվիրվելուց, ապա մենք պետք է ամբողջությամբ դիմակայենք այդ շեղմանը անկախ նրանից, թե որքան մոտ է այն մեզ մարդկայնորեն։ Եվ ահա մեկ հատված նույն գաղափարի վրա շեշտադրումով Հովհաննեսի 12-ի 24-ից 26։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե ցորենի հատիկը հողի մեջ չընկնի ու չմեռնի, միայն հատիկն ինքը կմնա։ Իսկ եթե մեռնի, շատ արդյունք կտա։ Ով սիրում է իր անձը, կորցնելու է այն։ Իսկ ով այս աշխարհում իր անձն ատում է, հավիտենական կյանքի համար է պահելու այն։ Եթե մեկը ծառայում է ինձ, թող գա իմ հետևից, և որտեղ ես եմ, իմ ծառան ևս այնտեղ կլինի։ Եթե մեկն ինձ ծառայի, նրան կպատվի հայրը։ Կրկին նույն ուղերձը, անփոփոխ։ Կյանք, որը պետք է կորցնես, որպեսզի գտնես։ Բայց դու չես կարող գտնել նոր կյանքը, մինչև չես թողել հինը։ Սա է հավատքը։ Աստված հետդ սակարկություն չի անում, Աստված, եթե ես թողնեմ այս աշխատանքը, դու ինձ ավելի լավը կտաս, կամ եթե ես քայլ անեմ հավատքով, դու ինձ պիտի փոխհատուցես, ոչ, Աստված չի սակարկում։ Ես կցանկանայի սա անել շատ պարզ ու գործնական, ներկայացնելով Հիսուսին հետևելու 4 քայլեր, որոնք ամբողջությամբ բխում են մեր կարդացած հատվածներից։ Առաջինը, հրաժարվիր ինքդ քեզնից։ Սա բարդ բան չէ։ Մենք բոլորս գիտենք, թե ինչ է նշանակում հրաժարվելը, այսինքն ոչ ասելը։ Հրաժարվել ինքդ քեզնից նշանակում է ոչ ասել քո ներսի ձայնին, որ հետևյալն է ասում. ես ուզում եմ, ես կցանկանայի, ես մտածում եմ, որ… Բայց ինքդ քեզ մերժելը նշանակում է ասել ոչ, ոչ այն ամենին, ինչ ես ուզում եմ, ինչ ես կարծում եմ, ինչ դու ես երազում, դա կարևոր չէ։ Կարևոր է, թե Աստված ինչ է ասում, դա է առաջին քայլը։ Եվ այդ հրաժարումը ներառում է նաև, եթե անհրաժեշտ է, մեր մեջքով կանգնելն ամենամոտ մարդկային հարաբերությունների հանդեպ, ընտանիք, ընկերներ, այն ներառում է նաև հրաժարում նյութականից, ունեցվածք, աշխատանք, մեր այս կյանքի ապահովությունը։ Պատահական չէ, որ ես խնդրեցի Ռութին առաջինը վկայություն ասել, նրա պատմությունն իսկապես պարզ ու խոսուն օրինակ է։ Աստված իրենից խնդրեց թողնել աշխատանքը, հետո իր ամբողջ ունեցվածքը և նույնիսկ տունը, բայց ամեն անգամ, երբ նա անում էր ճիշտ քայլը, նա մի նոր բան էր գտնում դրա փոխարեն։
Ես չեմ ուզում ձեզ վախեցնել, բայց ուզում եմ շատ պարզ կերպով ասել ճշմարտությունը։ Երկրորդ բանը, որ պետք է անես քո անձին մերժելուց հետո հետևյալն է՝ վերցնել քո խաչը։ Խաչի երկու հիմնական նշանակություն կա։ Առաջինը, խաչն այն վայրն է, որտեղ դու մեռնում ես։ Խաչը քո անձնական մահվան տեղն է։ Դա քո մահապատժի վայրն է։ Աստված քեզ չի պարտադրում խաչը վերցնել։ Կամքը քոնն է։ Նա ասում է, եթե կամենում ես, վերցրու այն։ Հիսուսն էլ կամավոր գնաց խաչին։ Եթե մենք նրան հետևում ենք, ուրեմն մենք նույնպես կամավորությամբ ենք գնում դեպի մահը, դեպի հին կյանքի ավարտը։ Խաչի երկրորդ իմաստը սա է, դա այն տեղն է, որտեղ քո կամքն ու Աստծո կամքը հատվում են։ Եվ աշակերտության ճանապարհին միշտ գալիս է մի պահ, երբ պիտի ասես այնպես, ինչպես Հիսուսը, ոչ թե իմ կամքը, այլ քո կամքը թող լինի։ Երրորդ քայլը հետևյալն է՝ դառնալ սերմ, որն ընկնում է հողի մեջ։ Հիսուսն ասաց, ցորենի հատիկը եթե մենակ մնա, պտուղ չի բերի։ Բայց եթե ընկնի հողի մեջ, թաքնվի, ծածկվի, ապա այնտեղ խոնավ հողի մեջ մի բան կկատարվի։ Ես գյուղատնտես չեմ, բայց որոշ բաներ հասկանում եմ։ Խոնավությունը սկսում է քայքայել սերմի կոշտ պատյանը, բացում է այն, հողի սննդին հասանելի դարձնելով, և որոշ ժամանակ անց հողի տակից սկսում է ելնել մի նոր կանաչ ծիլ։ Դա նոր կյանքն է։ Բայց Հիսուսն ասում է, սերմը նախ պետք է ընկնի, թաքնվի, թաղվի, կոտրվի և միայն հետո կծնի նոր կյանք։ Սա ինձ միշտ այնքան պատկերավոր է երևացել։ Թույլ տուր սա այսպես ներկայացնեմ։ Պատկերացրու քո կյանքը սերմ է, որ պահում ես ափիդ մեջ։ Եվ դու ասում ես, դու իմն ես։ Ես եմ քեզ վերահսկում։ Ես կարող եմ անել քեզ հետ այն, ինչ ուզում եմ։ Բայց քանի դեռ պահում ես այն ձեռքումդ, այն մենակ է մնում։ Եվ գիտեք ինչ եմ ես նկատել մեր ժամանակակից հասարակության մեջ, շատ մարդիկ մենակ են։ Պատճառներից մեկն էլ այն է, որ նրանք դեռ սերմը ձեռքից բաց չեն թողել։ Այն դեռ իրենց վերահսկողության տակ է։ Բայց այդպես հնարավոր է լինես շատ մենակ։ Մյուս տարբերակն այն է, որ ասես ես թողնում եմ վերահսկողությունը։ Դա իմ կյանքն է, բայց ես այն բաց եմ թողնում։ Թող այն ընկնի հողի մեջ։ Թող թաղվի։ Թող անցնի մակերևույթից ներքև։ Թող նույնիսկ մարդիկ քայլեն նրա վրայով։ Եթե դու դա անում ես, Աստված խոստանում է, որ այն սերմից, որ դու տվել ես նրան, մի նոր կյանք կծնի։ Դա կապ կունենա նախորդ սերմի հետ, բայց ամբողջովին ուրիշ մի կյանք կլինի։ Սրանք են առաջին 3 քայլերը։ Մերժիր ինքդ քեզ, վերցրու քո խաչը, դարձիր սերմ, որն ընկնում է հողի մեջ։ Եվ ապա գալիս է 4-րդ, ամենահիասքանչ քայլը՝ գտիր նոր կյանք։ Այնպիսի կյանք, որը երբեք չես կարող գտնել ուրիշ ճանապարհով։ Քեզ համար նախատեսված նոր կյանքի ճանապարհը փակ է, մինչև չանցնես այդ 3 փուլերով։ Այդ նոր կյանքը հենց այն կյանքն է, որի համար Աստված քեզ ստեղծել է։
Բայց այդ կյանքի միակ ճանապարհը հետևյալն է՝ մերժել ինքդ քեզ, վերցնել քո խաչը, ընկնել հողի մեջ եւ թույլ տալ Աստծուն անել այն, ինչ դու ինքդ չես կարող անել։ Աստվածաշնչում ամենակարևոր բառերից մեկը շնորհք բառն է, բայց երբ այս բառը գործածվում է Աստվածաշնչում, այն գերբնական իմաստ ունի։ Դա այն է, ինչ Աստված կարող է անել այն ժամանակ, երբ մենք հասնում ենք մեր անձնական կարողությունների ավարտին։ Քանի դեռ մենք կարող ենք անել ինչ-որ բան, մեզ Աստծո շնորհը հարկավոր չէ, բայց երբ հասնում ենք այն սահմանին, որ այլևս անզոր ենք, հենց այդտեղ է սկսվում Աստծո շնորհքը։ Եվ երբ սերմը գցում ենք հողի մեջ եւ թողնում այն առանց վերահսկելու, հենց այդ ժամանակ բացվում է ճանապարհը, որպեսզի Աստծո գերբնական շնորհքը կատարի այն, ինչ մենք երբեք չենք կարող անել։ Հիմա թույլ տվեք մի քիչ խոսել այդ նոր կյանքի մասին։ Ես պարզապես ուզում եմ նշել 3 կարևոր բան։ Նախ եւ առաջ նոր կյանքի շարժիչ ուժն Աստծո կամքը կատարելն է։ Դա Հիսուսի շարժիչ ուժն էր։ Նա ասաց. «Իմ կերակուրն այն է, որ կատարեմ իմ Հոր կամքը եւ ավարտեմ այն գործը, որ նա ինձ հանձնեց»։ Իսկ առաջին Հովհաննեսի 2:17-ում Հովհաննեսը խոսում է Աստծո կամքը կատարող մարդու մասին։ Նա հակադրում է դա այս աշխարհի բոլոր ցանկություններին։ Եվ նա ասում է առաջին Հովհաննեսի 2:17-ում. «Աշխարհն ու նրա ցանկությունները անցնում են, ամբողջ ցանկասիրությունը, ամբիցիաները, ձգտումները, որոնք այսօր աշխարհն առաջ է տանում, բոլորը ժամանակավոր են, բոլորն էլ կանցնեն»։ Միթե այդպես չէ։ Իսկապես ճիշտ է։ Մենք շատ հաճախ չենք ուզում դրան դեմ առ դեմ նայել, բայց երբ անում ենք, դա ակնհայտ է դառնում։ Սակայն կա մի բայց ով կատարում է Աստծո կամքը, մնում է հավիտյան։ Ահա տարբերությունը։ Երբ դու հրաժարվում ես քո կամքից, ասում ես ինքդ քեզ ոչ եւ միանում ես Աստծո կամքին, դու դառնում ես նույնքան ուժեղ, որքան Աստծո կամքը։ Վերջնական հաշվով Աստծո կամքն անպայման կիրականանա։ Եվ երբ դու դառնում ես նրա կամքի մասնակիցը, դու դառնում ես անկործան, անսասան և հավիտենական։ Սա ոգևորում է քեզ։ Ով կատարում է Աստծո կամքը, մնում է հավիտյան։ Հրավիրում եմ քեզ ասել այդ խոսքն ինձ հետ. ով կատարում է Աստծո կամքը, մնում է հավիտյան։ Եվս մեկ անգամ, ով կատարում է Աստծո կամքը, մնում է հավիտյան։ Հիմա փոխենք այն, մի քիչ ավելի անձնական դարձնելով, ասա ինձ հետ. եթե ես կատարեմ Աստծո կամքը, ես կմնամ հավիտյան։ Եթե ես կատարեմ Աստծո կամքը, ես կմնամ հավիտյան։ Սա է նոր կյանքի առաջին նշանը, կյանք, որը միավորված է Աստծո կամքին։ Եթե ես կատարեմ Աստծո կամքը, ես կմնամ հավիտյան։ Կյանք, որի մեջ կա Աստծո կամքի ամբողջ ուժը եւ անպարտ վստահությունը։ Երկրորդ, նոր կյանքը ղեկավարվում է Սուրբ Հոգով։ Եկեք կարճ անդրադառնանք Հռոմեացիներին 8:14 խոսքին։ Հռոմեացիների 8:14 Ովքեր Աստծո Հոգով են առաջնորդվում, նրանք Աստծո որդիներ են։ Սա ներկա շարունակական ժամանակ է, ովքեր մշտապես առաջնորդվում են Սուրբ Հոգով, նրանք են Աստծո որդիները։ Երբ դու հավատքով ընդունում ես Հիսուսին որպես քո անձնական փրկիչ, դու ծնվում ես Սուրբ Հոգուց։ Դու դառնում ես մանուկ Աստծո ընտանիքում։ Բայց հասուն որդի դառնալու համար պետք է շարունակական գործընթաց, եւ դա առաջնորդվելն է Սուրբ Հոգով։ Շատ քրիստոնյաներ, ովքեր վերստին ծնունդ են ստացել, երբեք չեն սովորել լինել առաջնորդվողներ Սուրբ Հոգու կողմից։
Բայց նրանք, ովքեր սովորում են ամեն օր առաջնորդվել Սուրբ Հոգով, դառնում են Աստծո որդիներ, հասունանում են, հասնում են իրենց նպատակին և կոչմանն այս կյանքում։ Այս նոր կյանքը օրենքների մի համակարգ պահելը չէ, ոչ էլ միայն եկեղեցի հաճախելը։ Այս ամենը կարող է կարևոր լինել, բայց նոր կյանքի էությունն անձնական հարաբերությունն է մի անձի հետ։ Իսկ այդ անձը Սուրբ Հոգին է։ Դու թույլ ես տալիս, որ Սուրբ Հոգին բռնի քո ձեռքը և առաջնորդի քեզ։ Նա գիտի ճանապարհը, նա գիտի վտանգները, նա գիտի գայթակղությունները։ Երբ դու առաջնորդվում ես նրա կողմից, դու ապահով ես, դու այլևս չես ապավինում քո խելքին կամ ուժին։ Դու քո կողքին ունես գերբնական ընկեր, և նա գիտի ճանապարհը և կարող է քեզ այնտեղ հասցնել։ Երրորդ, այս նոր կյանքի ամբողջ ապահովությունն Աստծուց է։ Երբ դու հնազանդությամբ հանձնվում ես Աստծուն, նա պատասխանատվություն է ստանձնում քո հանդեպ։ Թույլ տվեք սա մի պարզ օրինակով ներկայացնեմ բրիտանական բանակից, թեև շատ առումներով բրիտանական բանակն Աստծո պատկերը չէ։ Երբ ես մտա բրիտանական բանակ 1940-ական թվականների սեպտեմբերին, դա ոչ թե կամավոր էր, այլ պարտադիր զորակոչ, բայց մի բան պարզ էր. 5.5 տարի ես պետք չունեի մտածել ինչ հագնել, ինչ ուտել, ուր գնալ։ Իմ աշխատավարձը 2 շիլինգ էր մեկ օրում։ Որը Նոր Զելանդիայի չափանիշներով անհավատալի թվով քիչ գումար է։ Բայց մենք սովից չմեռանք։ Մենք երբեք հագուստ չենք գնել։ Բանակը միշտ հոգացել է մեր սննդի և գիշերելու տեղի մասին։ 2 տարի այդ վայրը ոչ թե հյուրանոց էր, այլ հյուսիսային Աֆրիկայի անապատ, բայց գոնե անապատ կար, գիշերային ծածկոց կար։ Ես չեմ ասում, թե բանակում ամեն ինչ հեշտ էր, բայց մեկ բան պարզ էր, բանակը լիարժեք կերպով պատասխանատու էր յուրաքանչյուր զինվորի համար։ Երբ դու ամբողջությամբ հանձնվում ես Աստծո կամքին առանց որևէ վերապահման, Աստված դառնում է քո կյանքի մատակարարման պատասխանատուն։ Այստեղ շատերը կարող են վկայել դրա մասին։ Երբ ես դուրս եկա բրիտանական բանակից և ամբողջովին դարձա Հիսուս Քրիստոսի աշակերտը, ամուսնացա մի կնոջ հետ, ով Երուսաղեմի հյուսիսում մանկատուն ուներ։ Ամուսնության նույն օրը դարձա 8 աղջիկների որդեգիր հայր։ Դա մեծ ընտանիք էր։ Մենք անցանք այն պատերազմի միջով, որի ընթացքում ծնվեց Իսրայել պետությունը։ Մեր տունը մոտ 1/4 մղոն հեռու էր առաջնագծից, երբ առաջնագիծ կար։ Մենք տեղափոխվել ենք երկրից երկիր, վայրից վայր։ Մենք հանդիպել ենք վտանգների, զրկանքների, հակառակության, բայց այս ամբողջ ընթացքում Աստված մշտապես հոգացել է մեզ համար։ Հիսուսը Մատթեոսի 6:33-ում ասում է. «Դուք նախ Աստծո արքայությունն ու նրա արդարությունը փնտրեք, և այդ ամենը ավելիով ձեզ կտրվի»։ Տեսնում եք, աշխարհը ձգտում է բռնագրավել այդ ամենը։ Աշխարհը նպատակ է դարձնում նյութական բաները՝ ուտելիք, հագուստ, փող, տուն, մեքենա, բայց այս նոր կյանքում դու քո նպատակն ես դարձնում Աստծո կամքը, իսկ Աստված ավելացնում է այդ բաները։ Դա քեզ ապահովում է շատ անհանգստություններից, երբ գիտես, որ Աստված է ավելացնում։ Գուցե ոմանք ձեզանից կմտածեն, սա այնքան լավ է հնչում, որ դժվար է հավատալ, բայց նախ սա հենց Հիսուսի խոստումն է։ Նա երբեք չի խաբել։ Երկրորդ, աշխարհի տարբեր մասերում կան հազարավոր Տիրոջ ծառաներ,
որոնք անձնական փորձով կարող են վկայել, որ սա ճիշտ է։ Այն գործում է։ Աստված հավատարիմ է իր խոսքին։ Ես ինքս ուզում եմ վկայել այդ մասին։ Ինչ որ չափով, Աստծո շնորհով իմ կյանքում ես միշտ նախ փնտրել եմ Աստծո արքայությունը, եւ Աստված նորից ու նորից հոգացել է իմ կարիքները։ Ես երբեմն ասեմ սպասավորներին, երբ նրանք դառնում են իրական հոգևոր մարդիկ, եւ եկեղեցու կառավարող խորհուրդը ազատում է նրանց ծառայությունից, մի անհանգստացեք, Աստված ավելի առատաձեռն է, քան եկեղեցու խորհուրդները։ Նա կխնամի ձեզ, երբ նրանք դա չանեն։ Սա չի նշանակում, որ բոլոր եկեղեցական խորհուրդները այդպիսին են, բայց հավատացեք, Աստված հոգում է նրանց համար, ովքեր իրենց կյանքը տալիս են նրան։ Թույլ տվեք ձեզ ներկայացնել ևս մեկ գեղեցիկ համար։ Մարկոսի 10-րդ գլուխ։ Մարկոս 10-ի 29-30։ Փաստորեն սկսենք 28-րդ համարից, որովհետև ինչպես սովորաբար հարցը տալիս է Պետրոսը, Պետրոսն ասաց. Ահա մենք ամեն ինչ թողեցինք ու քո հետևից եկանք։ Հիսուսը պատասխանեց. Ճշմարիտ եմ ասում ձեզ, չկա մեկը, որ ինձ համար կամ ավետարանի համար թողնի տունը կամ եղբայրներին, կամ քույրերին, կամ հորը կամ մորը, կամ կնոջը, կամ զավակներին, կամ արտերը, եւ հիմա այս ժամանակ չստանա հարյուրապատիկը, տներ ու եղբայրներ, քույրեր ու մայրեր, զավակներ ու արտեր, կրելով նաեւ հալածանքներ։ Սա մի մոռացեք։ Իսկ հանդերձյալ աշխարհում էլ հավիտենական կյանք կունենա։ Հիսուսը միշտ անկեղծ է, նա երբեք մեզ պատրանքային պատկեր չի ներկայացնում։ Նա ասում է. հալածանքներ կլինեն, բայց նա ասում է նաև ժամանակի ընթացքում ինչ որ դու թողել ես քեզ հետ կվերադարձվի բազմապատիկ, ոչ միայն հանդերձյալ աշխարհում, չնայած մենք շնորհակալ ենք, թե ինչ է սպասվում այնտեղ, այլ այս աշխարհում։ Ես հիմա կանգնած եմ ձեր առաջ եւ կարող եմ ասել, ես տեսել եմ, որ դա ճշմարիտ է։ Երբ Աստված ինձ կանչեց դեպի Իսրայել եւ հրյա ժողովուրդը եւ հետո դեպի աշխարհի ազգերը, ես կարող եմ անկեղծ ասել, թողեցի ամեն ինչ։ Դա ես չարեցի դրամատիկ կերպով, պարզապես Աստված ինձ դրեց մի իրավիճակում, որ նրան հնազանդվելու համար ես պետք է թողնեի։ Ես թողեցի իմ երկիրը Բրիտանիան եւ հաստատվեցի օտար երկրում։ Ես թողեցի իմ ընտանիքը։ Ոչ թե այն իմաստով, որ օտարացա, այլ նրանց պահանջները երկրորդական դարձան իմ կյանքում Հիսուսի պահանջների համեմատ։ Իմ ընտանիքի ամենամոտ մարդկանցից մեկն իմ պապիկն էր, որովհետև մանկության տարիներին նա էր ինձ խնամում, երբ հայրս ծառայության մեջ էր բրիտանական բանակում Հնդկաստանում։ Իմ պապիկը մահանում էր քաղցկեղից։ Բրիտանական բանակը պարտական էր ինձ վերադարձնել Անգլիա։ Ես ունեի այդ իրավունքը։ Բայց Աստված ինձ ասաց. ես քեզ կանչել եմ եւ հիմա ժամանակն է ինձ ծառայելու։ Եվ ես պետք է ասեի, ես չեմ վերադառնում։ Պապիկս մահացավ ինձ չտեսնելով։ Նա հավատացյալ էր, ես գիտեմ, թե որտեղ է նա։ Դա հեշտ չէր։ Բայց Տերն ինձ ասաց. ոչ հայրը, ոչ մայրը, ոչ մի հարազատ չպետք է կանգնի իմ կամքի եւ քո հնազանդության արանքում։ Ես ունեի պաշտոն Քեմբրիջի համալսարանում, ես Քինգս քոլեջի գիտական անդամ էի Քեմբրիջի համալսարանի ամենահեղինակավոր ակադեմիական հաստատություններից մեկում։
Դա չափազանց պատվաբեր ակադեմիական պաշտոն էր, երբ ավարտվեց երկրորդ համաշխարհային պատերազմը, քոլեջի ղեկավարությունն ինձ գրեց առաջարկելով, եթե վերադառնաս, մենք քեզ կտանք այս եւ այն պաշտոնները։ Ես անկեղծ ասած այնքան էլ քաղաքավարի չգտնվեցի, գրեցի պատասխան նամակ. ես քրիստոնյա եմ դարձել, չեմ վերադառնա։ Գուցե կարելի էր ավելի նրբորեն ձևակերպել, բայց այնուամենայնիվ ես մերժեցի։ Իմ ունեցած գումարը, որը հիմնականում ժառանգություն էր ընտանիքից եւ ապահովագրական միջոցներից, ամբողջությամբ օգտագործվեց, երբ 1946-ին մենք տեղափոխվեցինք Երուսաղեմ։ Որպեսզի կարողանայինք բնակարան ձեռք բերել, ստիպված եղանք բոլոր միջոցները ներդնել։ Այսպիսով ես հրաժարվեցի նաև իմ փողից։ Իրականում իմ կյանքում որևէ բան, որը կարող էր որևէ նշանակություն ունենալ, չկար, որից ես չհրաժարվեի, բայց ուզում եմ հստակ ասել, սա ինչ-որ դրամատիկ մեծ արարք չէր։ Դա պարզապես աստիճան առ աստիճան հնազանդություն էր Տիրոջ պահանջներին։ Ինչպես մեր եղբայրն ավելի վաղ նկատեց, երբ խոսում էր թոշակի անցնելու մասին։ Պատկերացրեք, եթե ես դառնայի Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր, ինչ կլիներ ինձ հետ 65 տարեկանում։ Ես թոշակի կանցնեի։ Կնստեի մի փոքր խրճիթում, համեստ թոշակով։ Իսկ հիմա ես արդեն 71 տարեկան եմ։ Ուղևորվում եմ աշխարհով մեկ, ուժեղ եմ, ակտիվ, ապրում եմ մի կյանք, որը լի է մարտահրավերներով եւ ոգևորությամբ։ Ես իմ կյանքը ոչ մեկի կյանքի հետ չէի փոխի, ոչ թագավորական ընտանիքի, ոչ էլ որևէ վարչապետի։ Դա այն կյանքն է, որն Աստված պատրաստել է ինձ համար։ Տեսնում եք, այդ կյանքը հարմարեցված է ինձ։ Նա ստեղծել է ինձ այս կյանքի համար եւ այս կյանքը ինձ համար։ Եթե ես այլ վայրում լինեի, կլինեի մի անհամապատասխան խղճուկ անձնավորություն, բայց այնտեղ այն կյանքում, որն Աստված պատրաստել էր ինձ համար, ես իսկապես լիարժեք եմ։ Բայց որպեսզի գտնեի այդ կյանքը, նախ եւ առաջ պետք է կորցնեի նախորդ կյանքը։ Ուզում եմ ասել միայն սա, Աստված հավատարիմ է, ահա այսքանն եմ ուզում ասել, ես շատ անգամ եմ ասել, դա նույնիսկ տպագրված է, եթե ինձ հարցնեին ինչ ես ուզում թողնել որպես անձնական վկայություն գալիք սերունդներին, ես կասեի երկու բառով Աստված հավատարիմ է։ Այս երեկո Աստծո հոգին այստեղ է, նրա ուղերձը շատ անձնական է, նա պարզապես վերացական ազդեցություն չէ, նա խոսել է ոմանց հետ։ Գուցե հետո կխոսի նաև ուրիշների հետ։ Ես հիմա ձեզ կամավորության չեմ հրավիրում, բայց ուզում եմ խոսել նրանց հետ, որոնց սրտում Սուրբ Հոգին խոսել է ու հետևյալն ասել. Հետևիր ինձ, քո կյանքը ինձ նվիրիր, իմ ծառայության համար։ Ուզում եմ այդ մի քանի վայրկյաններն անցկացնենք լռության մեջ, Տիրոջ հետ։ Փակվեք նրա մեջ։ Եթե Աստված ունի քեզ ասելու ինչ-որ բան, պատրաստ եղիր լսել։ Գուցե դու այս հանդիպմանը եկել էիր առանց սպասելու, որ Աստված այսօր քեզ կոչ անի իր ծառայության համար։ Բայց այդպես էր նաև Անդրեասի ու Պետրոսի դեպքում, նրանք պարզապես ցանց էին գցում, իսկ Հիսուսն անցավ եւ ասաց. Հետևիր ինձ։ Մեկ այլ դեպք Մատթեոսը Մաքսատան մեջ նստած Ղևիի ցեղից, Հիսուսն ասաց երբևէ պատմության մեջ ամենակարճ քարոզը. Հետևիր ինձ։ Եվ նա թողեց իր աշխատանքի ապահովությունը, հասարակական դիրքը եւ գնաց նրան հետևելու։ Ընդհանուր առմամբ ասած, Աստծո կանչը հաճախ գալիս է սպասելիքներից դուրս։ Եվ մի բան հաստատ գիտեմ, եթե նա քեզ կանչի, դու իրավունք չունես պահանջելու, որ նա նորից կանչի։ Երբ Աստված ինձ կանչեց, ես շատ անտեղյակ էի հոգևոր բաներից, բայց մի բան հստակ գիտեի, ես իրավունք չունեի ակնկալելու երկրորդ հնարավորություն։ Եվ ես արձագանքեցի հենց առաջին անգամ։ Այս երեկո, եթե այստեղ որևէ մեկը զգում է, որ Աստված հպվել է քո սրտին ու ասել է. հետևիր ինձ դեպի այն կյանքը, որ ես պատրաստել եմ քեզ համար, ապա առանց վերապահման ես քեզ խորհուրդ եմ տալիս արձագանքել։
Ես հիմա ուզում եմ հնարավորություն տալ դրա համար։ Եթե ուզում ես արձագանքել Աստծո անտեսանելի ձեռքի թեթև հպմանը, նրա ձայնին, որ լսվել է քո սրտի մեջ, ապա սա քո պահն է։ Դա քո անձնական արձագանքն է։ Ես չեմ փորձում համոզել կամ մղել, բայց ուզում եմ զգուշացնել, եթե այս գիշեր դուրս գաս առանց պատասխան տալու, գուցե բաց թողնես Աստծո նպատակը քո կյանքի համար։ Ես առաջարկում եմ շատ պարզ անձնական արձագանք, մի անհանգստացիր քեզ շրջապատող մարդկանց համար, բայց եթե ուզում ես արձագանքել, պարզապես կանգնիր քո տեղում եւ ասա. Աստված, ահա ես, ուղարկիր ինձ։ Թող դա լինի քո որոշումը, ոչ թե ուրիշների արձագանքին համընթաց։ Ոչ թե տարիքն է էական, այլ քո սրտի վիճակն ու դիրքն Աստծո առաջ։ Ես ուզում եմ ասել, այս օրերում շատ մարդիկ, որոնք աշխարհում համարվում են թոշակառու, կարող են շատ օգտակար լինել Աստծո արքայությունում։ Նրանք ունեն փորձ, հասունություն, երբեմն ֆինանսական կայունություն։ Նրանք կարող են կարևոր տեղեր զբաղեցնել Տիրոջ ծառայության մեջ։ Քեզ երբեք դուրս մի դիր քո կյանքի էջերից ասելով, որ շատ ծեր ես։ Եվ երբեք էլ մի մտածիր, որ շատ երիտասարդ ես։ Ես մտածում եմ նաև Սամուել մանուկի մասին, երբ հեղին նրան կանչեց Տիրոջ տաճարում։ Եթե կան ուրիշներ, որ ցանկանում են կանգնել, մենք երկարաձգել չենք ուզում։ Քանի որ այս երեկո Ռութն իր վկայությունը բերեց եւ մենք միասին աղոթում ենք հաճախ, ես նրան կհրավիրեմ, որ միանա ինձ, աղոթելու բոլոր նրանց համար, ովքեր կանգնած են։ Սկզբում ես պարզապես ուզում եմ, որ դու Տիրոջն ուղես քո պարզ արձագանքը։ Բառերի բազմություն պետք չէ։ Պարզապես ասա Տիրոջը, ահա ես, ուղարկիր ինձ։ Ասա այնքան բարձր, որ ինքդ քեզ լսես։ Ահա ես, ուղարկիր ինձ։ Կրկնիր մեկ անգամ ևս, ահա ես, ուղարկիր ինձ։ Հիմա մենք պատրաստվում ենք աղոթել բոլորիդ համար։ Հայր, մենք ուզում ենք շնորհակալություն հայտնել քո հոգու ներկայության համար։ Շնորհակալ ենք քո ժողովրդի բաց սրտերի համար, այն բանի համար, թե ինչպես ես շարժվում ու գործում։ Տեր, ես ուզում եմ մի քայլ հետ կանգնել։ Ես չեմ ուզում քեզ խանգարել։ Սուրբ Հոգի շարժվիր յուրաքանչյուրի ներսում, ով հանձնվել է։ Մենք քեզ ենք ընծայում նրանց։ Հայր Հիսուսի անունով թող նրանք լինեն քոնն ամբողջությամբ այս գիշերվանից սկսած։ Հպվիր նրանց քո ձեռքով, ղեկավարիր նրանց, ցույց տուր քո ճանապարհը եւ կատարիր քո կամքը նրանց կյանքում։ Քո փառքի համար, Տեր Հիսուսի անունով։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի ամեն։ Աստված օրհնի ձեզ։ Եվ հիշեք, սպասեք, որ Սուրբ Հոգին ձեզ առաջնորդի։ Թույլ տվեք այսպես ասել, սպասեք անսպասելիին։ Դուրս եկեք հին առօրյայից ու նայեք, ինչ կարող է անել Աստված։